ով է մարդու բարեկամը, որ կարող է դառնալ նրա ոսողը։ Հենց սրա մասին մեր Տերը Հիսուս Քրիստոս մի առակ պատմություն ունի։ Ասում է. քո ոսողի հետ երբ ճանապարհ ես գնում, նախօրոք հաշիվներդ մաքրիր։ Միգուցե նա քեզ դահճին հանձնի, դահիճն էլ բանտ նետի եւ այնտեղից դուրս չես գա, մինչև քո վերջին պարտքը չվճարես։ Ով է այդ ոսողը, որ իրականում բարեկամ պետք է լիներ, հետո դարձավ ոսող։ Խիղճն է մարդու։ Մարդու խիղճը ինչ է։ Աստծո ձայնն է, Աստծո ներկայությունն է մեր մեջ։ Իսկ Աստծո ներկայությունը ձայնը մեր մեջ թշնամություն պետք է լինի։ Մենք թշնամի պետք է լինենք Աստծո ձայնին, չէ՞։ Այն երբ է մեր մեջ Աստծո ձայնը մեզ թշնամի դառնում, իրականում մենք ենք թշնամի իրեն դարձնում։ Ինքը թե սկզբում, թե ընթացքում եւ թե վերջում միշտ էլ ինքը մեր բարեկամն է։ Սուրբ Գիրքը հետաքրքիր մի խոսք ունի, ասում է, ավելի լավ է քո բարեկամի ապտակը, քան քո թշնամու նենգ համբույրը։ Մեր բարեկամը մեր խիղճն է, երբեմն մեզ բարեկամաբար ապտակում է։ Ինչու, որպեսզի մենք ուղղվենք, շտկվենք, հետ կանգնենք։ Իսկ թշնամին ո՞րն է։ Մեղք, գայթակղությունը, մեզ չի ապտակում սկզբից։ Ինքը մեզ միայն կեղծ գայթակղությունները տալիս, չարնել օգտվում է դրանից եւ մեզ գայթակղեցնում է, մեզ անընդհատ գցում է մեղքի մեջ, իրականում նպատակն ինչ է, մեզ վերջնական դատապարտելու, մեզ վերջնական պատժելու, ոչ թե այս կյանքում, այլ հանդերձյալ կյանքում դրողքին մատնելու։ Մենք ավելի լավ է լսենք մեր խղճի ձայնը, մեր բարեկամի, անգամ եթե նա ապտակում է մեզ, քան թե թշնամու նենք համբույրն ընդունենք, որը մեղք, որ մեզ պետք չի ընդհանրապես։ Հիմա շատ կարևոր է, որ մենք լավ հասկանանք բարեկամի ներկայությունը մեր մեջ, մեր խղճի ձայնի ներկայությունը մեջ եւ նրա ապտակները տեսնենք։ Ցավոք սրտի չարը այստեղ էլ կարող է մեր մեջ կերպարանափոխել մեր խղճի ձայնը, Աստծո ձայնը ինքը կարող է կերպարանափոխել։ Սուրբ Գրիգոր Նարեկացին ասում է, թե մոլեգին մեղանչումը, թե ուժգին սղճումը մարդուն տանում են հուսահատության։ Ինչ է ուզում ասել Սուրբը։ Ուզում է ասել սկզբում չարը նենք համբույրներ է տալիս քեզ, վերջում էլ կեղծ ապտակներ, այդ է ուզում ասել։ Ինչ է նշանակում։ Սկզբում քեզ գցում է ծանր մեղքերի մեջ, հետո էլ քեզ գցում է խորը զղջման մեջ։ Խորը զղջումն ինչ է։ Ծանր զղջումն ինչ է, հուսահատությունն է։ Մոլեգին մեղանչում եւ ուժգին զղջում։ Քեզ անխտիր գցում է մեղքերի մեջ, հետո էլ անխտիր գցում է հուսահատության մեջ, ծանր զղջման մեջ։ Մարդը այնքան է իրեն մեղադրում, որ կարծես Աստծո ողորմության դռները իր առջև փակում է։ Ես հույս չունեմ փրկվելու, ես այնց մեղք եմ, այնց սխալ եմ արել, որ Աստված ինձ չի ների։ Աստծո ողորմությունը ինձ չի հասնի։ Տեսեք ինչ ծանր բան է ուժգին զղջումը եւ իրականում մարդու վերջնական կործանումը ուժգին զղջումով է լինում, ոչ թե մոլեգին մեղանչում, որտեղ շատ մոլեգին մեղանչողներ, այսինքն ծանր հանցավորներ, ծանր մեղավորներ, այնպիսի իմաստուն զղջում են ունեցել, որ դարձել են մեծ սուրբեր, ինչպես Մարիամ Եգիպտացին, ինչպես Մովսես անատպատականը, երկուսն էլ մեծ մեղավորներ էին, բայց հետո իմաստությամբ Սուրբ Հոգով զղջացին, Աստուծով զղջացին, ապաշխարեցին եւ դարձան մեծ սուրբեր։ Ուրեմն շատ կարևոր է, թե
ինչպես ենք ապրում։ Մենք զգում ենք մեր բարեկամի ներկայությունը, թե չենք զգում մեր բարեկամի ներկայությունը։ Այսինքն մեր խիղճը մենք զգում ենք, թե չենք զգում։ Եթե մենք սկզբից զգում ենք մեր խիղճը, ապա մենք ծանր մեղքերի մեջ չենք ընկնում։ Եթե մենք վերջում զգում ենք մեր խիղճը, մեր բարեկամի ներկայությունը, ապա մենք մեծ ափսոսանքի մեջ չենք ընկնում, այսինքն հուսահատության չենք հասնում, ափսոսանքն էլ պետք է իմաստությամբ լինի, որտեղ ծնողը իր զավակին ինչպես է պատժում, այնպես որ ուղղվի զավակը, ոտքի կանգնի, հետ կանգնի իր չար ընթացքից, գնա բարի ճանապարհով։ Բայց եթե զավակը հասկանում է այդ ծնողի իմաստուն ապտակը, այդ պատիժը, ապա շահում է։ Եթե չի հասկանում, ծնողը երբեք չափից ավել չի պատժում, միշտ չափից քիչ է պատժում, ճիշտն ասած։ Այդպես էլ Աստված չափից ավել չի պատժում, մեզ թվում է, թե պատիժը շատ մեծ է, չէ, շատ մեծ չի։ Գրամներով կշռված է Աստծո խրատը պատիժ չէ։ Աստծո խրատը շատ իմաստուն է, որպեսզի մենք դրանով շահենք եւ մենք տեսնենք մեր բարեկամին, մեր բարեկամը մեր խիղճն է, եւ մենք միշտ պետք է հաշվի նստենք մեր խիղճի հետ։ Իմաստուն է մեր խիղճը, եթե մենք ենք իմաստուն, հա, բայց երբ որ մենք իմաստուն չենք, մեր խիղճն էլ ոնց անիմաստ է դառնում մեզ համար, որտեղ խիղճը իրականում ինչ է, մարդուն բուժելու Աստծո ներկայությունն է մեր մեջ։ Եթե մենք իմաստուն ենք, կարողանում ենք այդ խիղճը ճիշտ օգտագործել։ Տեսնում ենք, որ հաշվի ենք նստում մեր խիղճի հետ։ Հա։ Օրինակ, մարդը կարող է իր խիղճը այլափոխել, ձևափոխել։ Կարող է լրիվ, որ ասում է խիղճը իրան չի տանջում։ Ինչու չի տանջում, խիղճը չի կարող չտանջել, որտեղ ինքը արդեն լրացրել է իր խիղճի ձայնը, կամ ձևափոխել է ինքը իր խիղճի ձայնը, ինքը մեղք է համարում այն, ինչ որ ինքն է մեղք համարում, բայց ինչ որ իր խիղճի ձայնն է ասում, չի լսում։ Օրինակ, մարմնավոր սխալները, հանցանքները մեղք չի համարում։ Նա ինչ-որ մեղքեր գործել է, բայց ինչ-որ մեկին որ վնաս է պատճառել, լավ է, որ խիղճը զգում է, բայց չէ որ իր հոգուն էլ է վնաս պատճառել, իր մարմինն էլ է վնաս պատճառել, դա էլ է մեղք։ Եթե մենք մեր խիղճի ձայնին լսում ենք, ուրեմն արդար պետք է լինենք։ Մենք պետք է ամեն տեսանկյունից հաշվի նստենք մեր խիղճի հետ։ Մեր հանդեպ են գործել, թե մենք ենք գործել։ Մենք ինքներս մեր հանդեպ են գործել, թե մենք ուրիշների հանդեպ են գործել։ Ամեն տեսանկյունից մենք խորությամբ պետք է մեր խիղճը քննենք։ Տեսնենք ինչի մեջ ենք թերացել։ Մեր խիղճը մեզ կհուշի, մենք կլսենք, անպայման կլսենք մեր խիղճի ձայնին։ Եվ բնականաբար խիղճը արթուն պահողը ավետարանն է, Աստծո խոսքն է։ Եթե մենք Աստծո խոսքը լսում ենք եւ կատարում ենք, ապա մեր խիղճը արթուն ենք պահում, բայց եթե Աստծո խոսքից կտրվում ենք, կամաց մեր խիղճը այլափոխվում է, եղծվում է։ Պետք չի խիղճի ձայնը այլափոխել, այլ պետք է խիղճը լսել այնպես, ինչպես կա, որտեղ դա Աստծո ձայնն է։ Եվ պահեր կա, ուղղակի մենք պետք է աչք փակենք, երբ որ օրինակ կորուստը, մարդկային կորուստը։ Ես գիտեմ շատ զավակներ, որ իրենք ծանր են տանում, որ իրենց ծնողները գնացել են մահվանից։ Իրականում մարդու ծնունդն ու մահը Աստծո ձեռքին է։ Ոչ ոք չի կարող ասել ինչու այս մարդը մահացավ կամ ինչու ծնվեց։ Ծննդյան ու մահվան Տերն Աստված է։ Եվ ինքն է որոշում երբ գնաց, երբ եկավ։ Եվ զավակները երբեմն իրենց ծնողներին վերջին պահին, վերջին օրերին, հիվանդության ժամանակ ինչ կարծեցյալ սխալների համար տարիներով իրենց չեն ներում իրենք։ Հա, իրենց տանջում են։
Բայց եթե դու քեզ չես ներում, ուրեմն Աստծո ներողությունը, ներողամտությունն էլ քեզ չի հասնում։ Միգուցե Աստված քեզ ներել է քո կարծեցյալ սխալի համար, բայց դու քեզ չես ներում, ուրեմն Աստծո ներողամտությունը չես տեսնում։ Շատ կարևոր է, որ մարդը ինքն իրեն էլ ների, որտեղ այդ ներողամտության մեջ Աստծո ներողամտությունը կտեսնի։ Տեսեք, Պետրոսն ուրացավ Քրիստոսին, հետո զղջաց վերականգնվեց, առաքյալ դարձավ։ Հուդան էլ դավաճանեց Քրիստոսին, ինքն իրեն չներեց, գնաց կախվեց, ասեց արդարարյուն թափեցի։ Այսինքն ես ինձ չեմ ներում, չսպասեց, չհարցրեց, չնայեց, իսկ Տերը ինձ ներելա, թե չէ, Քրիստոս ինձ ներելա, թե չէ, իսկ կարող եմ փրկվել, թե չէ։ Պետրոսը այս հարցին չնայեց, անմիջապես զղջաց։ Ինչպես դու Գրիգոր Տաթևացին ասում եք, 3 օրը Քրիստոսի խաչելությունից մինչև հարություն ողբաց, լացեց, նստեց մի փոսի մեջ, արծարծվում էր։ Եվ երբ Հովհաննեսը եկավ, արդեն տեսավ Քրիստոսի փրկությունը։ Այսինքն աստվածային ներողամտության դուռը բացվում է անձնական ներողամտության։ Մենք այդ խորը զղջումն էլ իմաստուն ձևով պետք է անենք։ Զղջման մեջ ողորմության դուռը պետք է թողնենք։ Մենք պետք է ապավինենք Աստծո ողորմությանը։ Եվ Աստված այն ժամանակ մեզ արագ է ներում, ինչպես յուրաքանչյուր ծնող, երբ որ իր զավակին պատժում է, անմիջապես գրկում է, արտասվում է, ուզում է ուղղել, առավել եւս ասում է, եթե դուք չար եք եւ գիտեք ձեր զավակներին բարին անել, որ չափ եւս առավել ձեր երկնավոր հայրը բարիք կանի իր զավակներին։ Ուրեմն մենք լավ պետք է ճանաչենք մեր բարեկամին։ Մեր բարեկամը մեր խիղճն է։ Եվ եթե անգամ մեզ ոսող է դառնում, այսինքն մեզ ապտակում է բարեկամաբար, մենք պետք է սիրով այդ ապտակն ընդունենք, խրատը հասկանանք, ուղղվենք, շտվենք եւ մեր ոսողին կրկին դարձնենք բարեկամ, որտեղ մեր ամբողջ կյանքը մեր բարեկամի հետ մենք պետք է ընթանանք։ Մենք մեր խղճից կամ Աստծո ձայնից չենք կարող փախչել։ Եվ մինչև վերջը, մինչև մեր վերջին օրն էլ մեր խղճի Աստծո ձայնի հետ ենք մենք ապրել։ Ուրեմն լավ ապրենք, բարեկամ լինի մեզ։ Ամեն։